Կենդանության օրոք Արթուր Փինաջյանը երբեք եւ ոչ ոքի չի ցուցադրել ոչ իր նկարները, ոչ էլ մանիֆեստը։ Ավելին, նա քրոջը խնդրել էր իր մահից հետո ոչնչացնել բոլոր աշխատանքները։ 1999 թվականին 85-ամյա եղբորը հուղարկավորելուց հետո քույրը բարեբախտաբար չէր կատարել նրա խնդրանքը։ Նկարներն անշարժ մնացել էին նույն տեղում։ Տների առքուվաճառքով զբաղվող Թոմաս Շուլցը 2005 թվականին Փինաջյանի երկուսենյականոց քոթեջը գնում է այն վերանորոգելու ու վերավաճառելու նպատակով։ Փինաջյանի ազգականները վարձում են մի մեծ աղբատար մեքենա, որպեսզի թափեն ձեղնահարկում ու ավտոտնակում լցված ավելի քան 6000 կտավները, գծանկարներն ու ձեռագրերը։ Շուլցը, որ $300,000 էր վճարել տան համար, $2500 էլ ավելացնում է նկարները տանը թողնելու ու չթափելու համար։ Ազգականները սիրով համաձայնում են։ Ձեղնահարկում և ավտոտնակում գտնվող Արթուր Փինաջյանի բոլոր աշխատանքները դառնում են նոր տիրոջ՝ Թոմաս Շուլցի սեփականությունը։